Հայերգ.com Իմ ու քո նոր աշխարհը։ Ցանկանում եք մասնակցել ֆիլմերի, սերիալների, գովազդների, տեսահոլովակների, մոդելների եւ հաղորդավարների կաստինգներին։ Գրանցվեք Individuum Casting։ Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադառնում է մեր հայկական շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեզ ճշգրիտ եւ հավաստի բարձաբանումներ, դա իհարկե ամենից ամենան է։ Ողջույն, դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային ATV-ին եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենան եւ ես Լեաննան։ Ինչու են մարդիկ այդքան շատ սիրում բամբասանքներ, սկանդալներ եւ այլ սենսացիոն լուրեր։ Դե ամենայն հավանականությամբ, որ իրենց սեփական անձնական կյանքում ոչ մի հետաքրքիր իրադարձություն տեղի չունենում։ Սակայն երբ խոսքը գնում է սիրված ու ճանաչված մարդկանց շուրջ պտտվող բամբասանքներին, ապա հետաքրքրությունը ել ավելի մեծանում է։ Դե ինչ տեսնենք, թե ինչ բամբասանքներ են պտտվել այս շաբաթ մեր ամենից ամենաաստղերի անվան շուրջ։ Ինչ են բամբասել մեր ամենից ամենաաստղերի մասին այս շաբաթ։ Ասում են, որ երգչուհի Սյուզի Մելիքյանի իրական սեր տեսահոլովակում գլխավոր հերոսի դերում հանդես է եկել հենց նրա ներկայիս ընկերը։ Անդոն ամեն օր գազարի հյութ է խմում, քանի որ լսել է, որ այն նպաստում է բոյովանալուն։ Հրաչուհի Ութմազյանի ղեկավարությամբ հրապարակվող հայտնի միջազգային ամսագրի հայաստանյան տարբերակում այսուհետ հայտնվելու են նաև մեր հայկական աստղերը։ Այս բոլոր ասեկոսների ճշմարտացիությունը բացահայտվելու է հենց այսօր։ Հետևեք եթերին։ Բամբասանքների պարզաբանմանը մենք այսօր դեռ կանդրադառնանք, իդեպ հավելեմ, որ եթե ցանկանում եք բացահայտել այս կամ այն աստղային բամբասանքի ճշմարտացիությունը, ապա ուղարկեք այն մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթ։ Դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը՝ ամենից ամենաաստղային փեսացուներ։ Մեր նախորդ եթերներից մեկում մենք արդեն հասցրեցինք անդրադառնալ եւ պարզաբանել, թե որոնք են մեր հայրենակիցների այս վերջին 1 տարվա ընթացքում ամենից ամենաաստղային հարսնացուները։ Եվ ժամանակն է այսօր պարզաբանել, թե որոնք են ամենից ամենաաստղային փեսացուները։ Այդ առումով մեր աշխատակիցները կրկին անցկացրեցին հարցում, համացանցում եւ փողոցում, որի արդյունքները ամփոփելուց հետո մենք ստացանք որոշակի պատկեր, որին եւ կծանոթանանք այսօր։ Ասում են, որ արական սեռի աստղերն ավելի պահանջված են եւ ունեն երկրպագուների ավելի մեծ բանակ։ Դա թերևս մի փոքր թյուր կարծիք է։ Պարզապես դեռահաս աղջիկները, որոնք որպես երկրպագուներ շատ ակտիվ են, ավելի շուտ հակված են երկրպագել հակառակ սեռի աստղերին, թերևս նրանց պատկերացնելով իրենց ասպետների կարգավիճակում։ Տղաներն այդ իմաստով, հատկապես Հայաստանում, մի փոքր պասիվ են, սակայն դա չի նշանակում, որ նրանք չունեն սիրելի աստղեր։ Միգուցե դրանով է պայմանավորված այն փաստը, որ մենք ամենից ամենաաստղային փեսացուների տասնյակը որոշելու համար անցկացրած հարցման արդյունքում ստացանք չափազանց խայտաբղետ մի պատկեր։ Ճիշտն ասած, Միհրան Ծառուկյանին բացառման կարգով եմ ընտրել, բայց առաջինը Գորսու ջանին ընտրեցի, զուտ նրա համար մի քիչ տարբերվում է մեր շոու բիզնեսի գորշ, այսպես զանգվածից, ինչ-որ յուրահատկություն ունի իր մեջ։ Սոշյանի Բեկյան, Արամե, Միհրան Ծառուկյան, Վլադիմիր Բարխոյան, Միհրան Ծառուկյանին, Հերիկ Մխիթարյան, Գորսու ջան, Հերիկ Մխիթարյան, Էլի Հերիկ Մխիթարյան, Ռեփեր Դավո, Մարտին Մկրտչյան, Ռեփեր Դավոին կընտրեմ, Մարտին Մկրտչյան, Սոշյանի Բեկյան, Արամե, Միհրան Ծառուկյան, այստեղ Մարտին Մկրտչյան, Միհրան Ծառուկյան, Արամե, Գորսու ջան, Հերիկ Մխիթարյան, Հերիկ Մխիթարյան, Սոշյանի Բեկյան, Միհրան Ծառուկյան, Արամեի, Արամե, կուզեի հետևեմ, տեսնեմ ոնց է իրանց հարսանիքը անցնում։ Հետաքրքիր է իմ համար օրինակ։ Ամբողջ աշխարհում միտում եւ տենդենց կա բազմաթիվ տարիներ եւ դարեր, որ ամենից ամենափեսացուների ցանկում ընդգրկվել են մարդիկ, ովքեր ունեցել են համապատասխան ծագում, համապատասխան ֆինանսական հնարավորություններ եւ ինչ որտեղ նաեւ ունեցել են տիտուլներ, որոնք Հայաստանում ցավոք սրտի
պահվում են հատուկ քողի տակ եւ մեր ամենից ամենափեսացուները շոու բիզնեսի ներկայացուցիչներն են եւ մարդիկ, ովքեր երևում են էկրաններին, մարդիկ ում մասին խոսում են, մարդիկ, ովքեր իրականում մեդիա աշխարհի ներկայացուցիչներ են։ Շատ մեծ աղջիկների զանգված ընտրում են, կոմենտում են բոլոր տեղադրված նյութերի տակ ու երբ որ ամեն ինչի շուրջ ավելի խոր անալիզ ես անում, տարիքային բարիերը նայելով, ասենք 16-ից 18 տարեկան, մաքսիմում 20 տարեկան աղջիկներն են, որոնք որ իրենց երևի թե կյանքը չեն դասավորել, տեսնում են եթերներից շատ մարդկանց, որոնց իդեալ են սկսում համարել։ Եթե փորձենք հետադարձ հայացք գցել անցած տարուն, ապա ակամայից պարզ է դառնում, որ այս մեկ տարվա ընթացքում ամենից ամենաաստղային հարսնացուներից ամուսնացել են երկուսը՝ Լիլիթ Հովհաննիսյանը եւ Մանե Գրիգորյանը։ Իսկ աստղային փեսացուներից ընդամենը մեկը, այն էլ մեր ամենից ամենաաստղային հարսնացուի հետ։ Խոսքը Վահրամ Պետրոսյան, Լիլիթ Հովհաննիսյան աստղային զույգի մասին է։ Ինչ հետևություն կարելի է անել այս ամենից։ Թերևս այն, որ հայկնոջ համար կապ չունի աստղային է նա թե ոչ, առաջնայինը այնուամենայնիվ ընտանիքն է, այլ ոչ կարիերան։ Եվ բնականաբար ես չեմ ուզում անել այս պահին որևէ մեկնաբանություն, փոխարենն առաջարկում եմ լսել մեր ամենից ամենաաստղային փեսացուներին եւ նրանց կարծիքը այս ամենի վերաբերյալ։ Ռեփեր Դավոյի մասնակցությունը մեր ամենից ամենաաստղային փեսացուների շքերթին թերևս շատ ուրախացրեց նրա երկրպագուներին, քանզի նրանց բանակը եւս բավականին մեծ է։ Եվ այսպես, Դավո եւ մեր շքերթի 10-րդ հորիզոնական։ Ինչպես ընդունեց այդ փաստը Դավոն, հաճելի է նրան հայտնվել ամենից ամենաաստղային փեսացուների ցուցակում, թե պարտավորեցնող։ Երբ թե մաքսիմում կարամ ուղղակի շնորհակալ լինեմ այն մարդկանց, ով իմ անունը նշել է, հա, իսկ ինչ կարծիք ունեմ, երբ թե հիմա իմ դեմքի արտահայտություն ծերում է, որ այդ իմ համար մեկ է լրի։ Չհամաձայնել Դավոյի հետ պարզապես անհնար է, չէ՞ որ ճակատագրից եւ բախտից չես փախչի եւ ամենևին նշանակություն չունի աստղես դու թե սովորական մահկանացու։ Դավոն միշտ տարբերվել է ամենատարբեր հարցերի վերաբերյալ իր հստակ տեսակետներով եւ բնականաբար նա ունի նաեւ իր որոշակի ձևավորված կարծիքն, օրինակ հետեւյալ հարցի շուրջ։ Ճիշտ է, որ աղջիկն առաջինն է անում սիրո խոստովանություն կամ ամուսնության առաջարկություն։ Եթե հարաբերությունները հասել են արդեն այդ մակարդակի, որ ինչ որ քայլեր պետքա ձեռնարկվեն, ուրեմն կապ չունի իհարկե ով է խոստովանություն անում։ Իսկ համամիտ է նա այն կարծիքի հետ, որ սերը տարիք չի հարցնում։ Իմ ընդհանրապես շփման շրջապատը նենց է, որ բոլորը ինձանից մեծ են, ասենք սենց թե նենց կամ պետք է իմ տարիքի ընտրեմ կամ ինձանից մեծ, բայց հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է։ Դավոն շատ ինքնատիպ մտածելակերպ ունեցող անձնավորություն է, հետևաբար հստակ հնարավոր չէ ասել, նա ավելի ազատ եվրոպական, թե պահպանողական հայկական մտածելակերպ ունեցող տղամարդ է։ Իհարկե չունեմ մեջս շատ խորհրդատական բաներ, բայց ինձ թվում է կամայական հայ տղամարդ, կամայական հարցում պետք է ունենա լավ բառ կա մեր սլենգի մեջ, այդ քյարթու կոչվածը, ինձ թվում է մեր ազգը հենց դրանով է տարբերվում ու մեր յուրահատկությունը հենց այդ է։ Այսինքն ես անձամբ իմ մեջ հաստատում եմ տենց գծեր։ Ճիշտ ժամանակն է ուղղել շատ աղջիկների հուզող հարցը. ազատ է Դավոյի սիրտը, թե ոչ։ Մի հատ տարօրինակ պատասխան կտամ, որ Դավոյի սիրտը երբևիցե ազատ չի, բայց Դավոն ինքը ազատ է։ Հասկացեք, ինչպես կկամենաք, կարող ենք հավելել մենք շարունակելով մեր հարցաշարը։ Ինչպես է Դավոն վերաբերվում հարսանիք ասվածին։ Կյանքում դա պետք է լինի մի անգամ ու պետք է նշես նենց, որ հիշես։ Իսկ թե մարդիկ ինչ տարբերակ են ընտրում այդ օրը նենց սարքելու, որ իրանք հիշեն, թե ասենք ծախսում են $50,000, տես մի լավ հաց են ուտում, հարբում են վերջում իրար գլխի շիշ են ջարդում ու տենց են հիշում, թե ինչ որ գիժ բան են անում այդ օրը ծախսելով ընդամենը $500, բայց դա տո հիշվում է, բայց դա էլ է կոչվում հարսանիք։ Այդ արդեն իրանց ընտրությունն է, բայց հարսանիք կոչեցյալը պետք է լինի պարտադիր ըստ ինձ, որտեվ լավ բան է։ Դավոն շատ է կարևորում նաև մեղրամիսը։ Ես միշտ մտածել եմ, որ նորապսակները պետք է առանձին ապրեն ու կարա հենց այդ իրանց առանձին ապրելը ուրիշ բնակարանում բոլորից հեռու կարա դա էլ մեղրամիս լինի, իհարկե եթե կա հնարավորություն աշխարհում ինչ որ մաս տեսնելու, դա էլ է շատ լավ։ Եվ վերջապես, հնարավոր է, որ Դավոն ամուսնությունից հետո իր կնոջը չակերտավոր հաճելի անակնկալ մատուցի կամ կարիերան, կամ ընտանիքը պայմանով։ Ինձ թվում է այդ քո ասած
պետքա նստես տունը երեխա էլ պահես, ինքը պետքա կարողանա այդ ամեն ինչը համատեղի։ Ռեպեր Դավոյի պարագայում, որպես ամենից ամենափեսացու, կարծում եմ, որ կինը կամ աղջիկը կամ ընտրյալը, որ պետք է ապագայում իր կյանքը կապի նրա հետ, պետք է ունենա նաև կամ պատրաստ լինի դիմակայել այդ մարդու ու այդ երկչի ներքին մեծ ազատությունը։ Երկրորդ տարին անընդմեջ ամենից ամենաաստղային փեսացուների ցուցակում մեր հայրենակիցները տեսնում են Վլադիմիր Բարխոյանին, երգիչ, տղամարդ, ով իսկապես կարող է վստահություն ներշնչել այն իմաստով, որ իր կողակցի համար կլինի հենարան եւ պաշտպան ցանկացած հարցում։ Ահա այսպես են նկարագրել Վլադիմիրին մեր հարցման մասնակիցները։ Եվ այսպես, Վլադիմիր Բարխոյան եւ մեր շքերթի 9-րդ հորիզոնական։ Իսկ ինչպես է այդ ամենը մեկնաբանում հենց ինքը Վլադը։ Հաճելի փաստ է դա, որ ազգաբնակչությունը հետաքրքրված է եւ ցանկանում է ինձ տեսնել փեսացուի կարգավիճակով։ Անցյալ տարի հարցազրույցի ժամանակ Վլադիմիրն ասաց, որ դեռ պատրաստ չէ լուրջ հարաբերությունների։ Անցել է 1 տարի։ Փոխվել է նրա մոտ այդ առումով որևէ բան, թե ոչ։ Տարիներ իրենց գործը անում են եւ դու տարեստարի հասկանում ես, որ մոտենում է այդ օրը եւ պետք է քո ընտրությունը կատարես։ Վլադիմիրը շատ անկեղծ, բաց անձնավորություն է, սակայն այն պարագայում, երբ խոսքը չի վերաբերում իր անձնականին, ինչպես եւ անցյալ տարի, մենք այդպես էլ չկարողացանք նրանից հստակեցնել ազատ է նրա սիրտը, թե ոչ։ Նախորդ տարվանից ոչինչ չի փոխվել, այնպես որ դեռ հույս կա, որ ես կհամարվեմ 3-րդ անգամ ցանկալի ամենից ամենափեսացու։ Փաստորեն, այն թե նրա կողքին կա որևէ մեկը թե ոչ, մնում է մեր երևակայությանը։ Պարզապես փաստենք, որ նա սիրում է կրակոտ կանանց, որոնց մեջ աստղ կա, եւ ամենևին էլ կապ չունի գեղեցիկ է նա թե ոչ։ Անգամ կնոջ տարիքը այս պարագայում նրա համար որևէ դեր չի խաղում։ Գաղտնիք բացեմ, որ փոքր հասակում միշտ ինձանից 1 կամ 2 դասարան մեծ աղջիկների վրա էի սիրահարվում, պես որ այդ բնավորություն ասեմ, թե չգիտեմ ինչպես բնութագրեմ, դա ինձ մոտ նկատվում է։ Բավական ազատամիտ, առաջադեմ հայացքներ ունեցող Վլադիմիրին մենք ուղեցինք նաև հետևյալ հարցը. ինչպես է նա վերաբերում այն փաստին, որ կինն առաջին անի սիրո խոստովանություն կամ ամուսնության առաջարկ։ Պարտադիր չեմ գտնում, որ անպայման տղամարդը պետք է առաջին ասի արի ամուսնանան կամ առաջին սիրո խոստովանությունը տղան անի։ Նույնիսկ կարող եմ ասել հաճելի է, երբ որ աղջիկն է անում սիրո խոստովանություն, բայց հասկանալով, որ դա անպատասխան չի մնա։ Թերևս շատ աղջիկներ երազում են ամուսնանալ Վլադիմիր Բարխոյանի հետ, քանի որ նրանց պատկերացմամբ նա ասպետ է։ Հեքիաթի կվերածի հարսանիքը, սպիտակ լիմուզին, գեղեցիկ հարսանյաց շրջազգեստ, բայց արդյոք Վլադիմիրն այն ասպետն է, ով հարսանիքին այդքան մեծ տեղ է տալիս։ Ավելի լավ է այդ գումարը, որը անիմաստ պետք է ծախսեն 2, 3, 400 հոգանոց ինչ-որ միջոցառման համար, երկուսով մեկնեն հանգստի, որից է մի երկիր, դա ինձ համար ավելի ընդունել է, քան 1 օրում որ հարբած բարեկամներ, ինչ որ ավելորդ ծախսեր։ Եվ այնուամենայնիվ, եթե հարսանիքին Վլադն այնքան մեծ տեղ չի տալիս, այնուամենայնիվ վստահ ասում է, որ այն կինը, ով կհայտնվի իր կողքին, ամուսնությունից հետո ապրելու է իսկական հեքիաթում, եւ նրա առջև որևէ սահմանափակումներ չեն դրվելու։ Ընտանիքում չպետք է լինի ես տղամարդ եմ, ուրեմն դու պետք է պարտադիր լինես տանը եւ երեխային հետևես, չէ, ինչու, նա էլ է անձնավորություն, ունի կյանքը վայելելու, ապրելու իր անձնական իրավունքը, ոչ մեկ իրավասու չէ այդ ամենից նրան զրկելու։ Պես որ ես եթե պահը գա, ես էլ երեխային կնայեմ, եթե կարողանամ ինչ-որ մի սնունդ պատրաստեմ, կպատրաստեմ, եթե պետք լինի տներն էլ կհավաքեմ։ Իդեալական ամուսին մտածեցին շատ աղջիկներ, բայց Վլադը ասված խոսքերին հավելեց։ Ամեն դեպքում ինչ որ ես թվարկեցի, դա չի նշանակում, որ կինը պետք է երես առնի եւ ամեն օր ինչ-որ բաներ թելադրի, դա ես ինքս պետք է դա ցանկանամ։ Ընտրյալը Վլադիմիր Բարխոյանի պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի հենց հայ տղայի կեցվածքին, կերպարին, շատ հաճախ նաև ինչ-որ հատուկ հային բնորոշ բնավորության գծերին։
Ամենից ամենան կրկին եթերում է եւ ես ուրախությամբ ուզում եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին միացան մեզ եւ հատուկ ձեզ համար եւս մեկ անգամ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաաստղային փեսացուներ։ Ամենից ամենաաստղային փեսացուների ցուցակում այս տարի հայտնվեց նաև ATV-ի մաքսիմում հեռուստանախագծի հաղորդավար Վահե Խանամիրյանը։ Նրան մեր շքերթում բաժին հասավ 8-րդ հորիզոնականը։ Ինչպես է Վահեն վերաբերվում այն հարցին, որ մեր հայրենակիցներն իրեն համարում են ամենից ամենաաստղային փեսացու։ Չեմ կարող ասել, որ լիովին անտարբեր է թողնում այդ որոշումը, բայց քանի որ այդ ստատուսը ինձ համար մի քիչ անծանոթ է, երևի ուրախացնում է ու մի քիչ էլ պարտավորեցնում։ Գեղեցկադեմ, բավական զուսպ, լուրջ վերլուծական կարծիքներով էկրանից երևացող Վահեն բնական է, որ գերել է շատ աղջիկների սրտեր, եւ հատուկ նրանց համար մենք ուղեցինք Վահեին հետեւյալ հարցը. ազատ է նրա սիրտը, թե ոչ, եւ առհասարակ ինչպիսի կին է նա պատկերացնում իր կողքին։ Կնախընտրեի չպատասխանել այդ հարցին, ազատ է Վահեի սիրտը, թե ոչ, իսկ ինչ վերաբերում է ընկերուհու կնոջ իդեալին, երբևէ կանոններին կամ հատուկ սահմանադրություն ինձ համար չեմ որոշել եւ ուղղակի կախված է զգացմունքներից, եթե զգացմունքը կա, դու չես հասկանում այդ զգացմունքը ինչից է առաջանում ու ինչի համար է ու ինչի համար ես դու սիրում։ Այն հարցին, թե ինչպես է Վահեն վերաբերվում այն աղջիկներին, որոնք առաջինն են անում սիրո խոստովանություն կամ ամուսնության առաջարկություն, նա պատասխանում է. Ավելի ցանկալի է, երբ տղան է, այդ առաջին քայլը կատարում։ Այդ ամենին Վահեն ավելացրեց, որ ինքն անձամբ ամուսնության առաջարկ աղջկա կողմից երբևէ չի ստացել, սակայն սիրո խոստովանություն եղել է։ Դա եղել է միակողմանի զգացմունք, այդ պատճառով հետագա զարգացում չի ստացել։ Եվ ինչպես է Վահեն վերաբերվում հետևյալ արտահայտությանը. սերը տարիք չի հարցնում։ Լինում է, հնարավոր է, բայց պատահում է նաև ծայրահեղ դեպքեր, երբ ուղղակի անհնարին է։ Հարսանյաց հանդիսության հարցում էլ Վահե Խանամիրյանն ունի իր հստակ ձևավորված կարծիքը։ Կարծում եմ, որ սա պարտադիր պայման է։ Ես երբևէ հաճույք չեմ ստացել այն հարսանիքների ներկա գտնվելուց, երբ մի շարք ավելորդություններ են եղել, ավելորդ ճոխություններ, ավելորդ գումարներ վատնված, որը բնականաբար հասարակության մեծ մասը հասկանում եւ գիտակցում է, բայց ամեն դեպքում թող լինի։ Մեղրամիսն էլ Վահեի ամուսնական կյանքում պարզվում է գտնելու է իր պարտադիր եւ կարեւոր տեղը։ Գտնում եմ, որ պետք է մաքսիմում հաճույք ստանալ։ Թեկուզ մեղրամսից չէ, մեղրաշաբաթից երևի։ Վահե Խանամիրյանն իր էությամբ հանդուրժող անձնավորություն է, սակայն հնարավոր է, որ ամեն ինչ փոխվի, երբ խոսքը վերաբերվի իր կնոջը եւ ընտանիքին։ Հնարավոր է, որ Վահեն իր կնոջ առջև պայման դնի, կամ աշխատանք, կամ ընտանիք։ Քանի որ ես ինքս սիրում եմ իմ աշխատանքը ու գնահատում եմ եւ գիտակցում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա այնպիսի աշխատանք, որից հաճույք ստանա։ Բնականաբար չեմ ուզենա, որ կինս զրկվի այն աշխատանքից, որից հաճույք է ստանում, բայց դա նույնպես չի նշանակում, որ պետք է դիմել ծայրահեղությունների։ Կարիերա, ընտանիք, հասկացողությունները պետք է միշտ ամեն մեկը իրենց տեղը ունենան եւ ընդհանրապես յուրաքանչյուր հասկացողություն պետք է իր ժամանակին, իր տեղում, իր պահին կատարվեն։ Մի խոսքով, սիրելի աղջիկներ, ի նկատի ունեցեք, որ Վահե Խանամիրյանը շատ հարմար աստղային փեսացու է բոլոր առումներով, այնպես որ կարող եք հետևություններ անել։ Կարծում եմ, որ որպես փեսացու, ամենից ամենափեսացու, ինքը բավական հաջող տարբերակ է յուրաքանչյուր աղջկա, հայ աղջկա համար, քանի որ կարծում եմ, որ նրա շատ հեշտ կլինի ապրել եւ կազմել ապագա ու ընտանիք կազմել։ Վերջին ժամանակաշրջանում երգիչ Մարտին Մկրտչյանի նկատմամբ հետաքրքրությունը հակառակ սեռի կողմից էլ ավելի է մեծացել։ Պատճառը թերևս նրա բավական արագ աճող հանրաճանաչությունն է։ Աղջիկներին կարելի է հասկանալ։ Նրանք Մարտինի մեջ տեսնում են տիպիկ հայկական մտածելակերպով մի տղամարդու, ով դրա հետ մեկտեղ նաև ունի քաղցր ձայն, համակրելի արտաքին եւ մեծ ճանաչում։ Մի խոսքով Մարտին Մկրտչյան եւ մեր շքերթի 7-րդ հորիզոնական։ Իսկ ինչպես է Մարտինը մեկնաբանում իր ամենից ամենաաստղային փեսացու ճանաչվելու փաստը։ Հաճելի է դա թե պարտավորեցնող։ Ուրախ եմ, որ գրկել եմ որպես փեսացու տասնյակում, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր
տղամարդը գալիս է մի պահ, մի օր, որ ինքը փեսացու պետք է դառնա։ Իսկ ինչպես է Մարտինը պատասխանում այն հարցին, ազատ է նրա սիրտը, թե ոչ։ Մի վշտացիր ջանս, որ էլ քեզ չեմ սիրելու։ Այդ հարցի պատասխանը շատ-շատերը գիտեն, իսկ ովքեր էլ որ չգիտեն, թող մի քիչ սպասեն, վստահ եմ, որ կիմանան։ Հասկացեք, ինչպես որ կամենակ։ Ավելի ճիշտ այնպես, ինչպես կհուշի ձեր վառ երևակայությունը։ Միգուցե հաջորդ հարցի պատասխանն էլ ձեզ որևէ բան հուշի։ Ինչպիսին պետք է լինի Մարտին Մկրտչյանի կողակիցը։ Այնպիսին, ինչպիսին, որ հենց ինքը կա։ Մի կողմից փիլիսոփայական, իսկ մյուս կողմից շատ պարզ եւ անկեղծ պատասխան։ Ինչևէ անդրադառնանք այն հարցին, թե ինչպես է վերաբերում Մարտինը կնոջ խանդին։ Խանդը չափի մեջ պետքա լինի, որովհետև երբ որ դա չի լինում, սկսում ես այլ բաների մասին մտածել, ինչի չի խանդում կամ ինչի չկա, գուցե չի սիրում կամ ինչ-որ բան փոխվել սառելա, համենայն դեպս ամեն ինչ էլ պետքա լինի, չափի մեջ պետքա լինի։ Մարտին Մկրտչյանը թերևս պատկանում է տիպիկ հայկական մտածելակերպով եւ խառնվածքով տղամարդկանց տվին։ Հետևաբար կարելի է ենթադրել, որ իր հարսանիքը նա կազմակերպելու է հայկական բոլոր ավանդույթներով։ Գալիս է sense ընդհանուր մի որոշման, որ պետքա լինի հարսանիք, կարծում եմ արդեն այդ ադատները պետքա լինի։ Ինչ վերաբերում է Մեղրամսին, ապա երգիչն այն կարծիքին է, որ նորապսակներն անմիջապես հարսանյաց հանդեսից հետո պետք է մեկնեն միասին որևէ տաք երկիր, որտեղ կա ծով, ավազ, արև եւ հնարավորինս քիչ մարդ։ Եվ վերջապես վերջին հարցը։ Հնարավոր է, որ Մարտինը ամուսնությունից հետո կնոջ առջև պայման դնի, կամ աշխատանքը, կամ ընտանիքը։ Կնոջից շատ բան է գալիս կյանքում։ Կինը իր խելացիությամբ կարող է հասնել նրան, ինչին որ ինքը ուզում է, առհասարակ։ Երբեք չեմ այդպես հայավարի չորով ձեռքը սեղանին խփելով արգելի իրեն ինչ-որ բաներ, որոնք որ իրեն շատ հաճելի է կամ իրեն պետք է։ Մի դեպքում բազմիցս ասել եմ, եթե այդ ամեն ինչը համատեղվում է շատ ճիշտ, այսինքն առաջին հերթին ընտանիք, դրանից հետո նոր աշխատանք կամ չգիտեմ, ինչ-որ մի զբաղմուն կամ կարիերա, այդ դեպքում ամեն ինչը երբ որ կլինի իր հերթին իդեալական, այդ դեպքում ոչինչ չի արգելվի կնոջը։ Կամ եկյալ, որի անունն է մանկություն, այդ եկյատում կա հենց սիրում Բացի այն, որ նա երգում է, բացի այն, որ տեսահոլովակներ շատ հաջող ստացվել ընդհանուր բավականին պոպուլյար, նաև ակտիվություն կա հենց ֆանատների, դες դու չես կամ արդեն տարանջատես ինքը երգն է սիրում, տեսահոլովակն է սիրում, թե ինքը հենց երգիչին է սիրում։ Մարտինը կարծում եմ պատկանում այն ամենից ամենափեսացուների ցանկին, ովքեր որ կգնահատեն իսկական հայ կնոջ կերպարը։ Իդեպ ռուսական շոու բիզնեսից վերջին տարիներին ամենից ամենաաստղային փեսացուների շքերթում հարմարավետ դիրքավորվել է Comedy Club-ի ռեզիդենտ, դերասան եւ հաղորդավար Տիմուր Բատրուդինովը։ Նա 33 տարեկան է, ունի անսպառ հմայք եւ խարիզմա եւ իհարկե նրան երկրպագում են շատ շատերը։ Մի խոսքով նախանձելի փեսացու, որը սիրտը շահելու համար անգամ պայքարի մեջ են մտել «Արի ամուսնանանք» հեռուստանախագծի ռուսական տարբերակում 3 օրիորդներ, որոնցից մեկը հայտնի ու սիրված երգչուհի Սաշա Սավելիևան էր։ Բայց այդ ամենն ապարդյուն, որովհետև նա շարունակում է գլխավորել ամենից ամենաաստղային փեսացուների շքերթը ռուսական շոու բիզնեսում։ Տեսքես վերադառնում եմ մեր հայ ամենից ամենաաստղային փեսացուներին եւ ներկայացնում ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթը։ ATV-ի կիսաբաց լուսամուտներ թոք-շոուի հաղորդավար Հրաչ Մուրադյանը մեր հայրենակիցների ուշադրության կենտրոնում է եւ այսօր հայտնվել է մեր ամենից ամենաաստղային փեսացուների շքերթի 6-րդ հորիզոնականում։ Ինչպես է Հրաչը վերաբերվում այդ փաստին։ Հաճելի է նրան հայտնվել ամենից ամենափեսացուի կարգավիճակում, թե ոչ։ Եթե ես այլևս նաեւ հանրապետության ցանկալի փեսացուներից մեկն եմ, ապա չեմ կարծում, որ ինչ որ մի բանով ականջից երկարեց կամ քիթս կարճացավ, ուրախ եմ իհարկե, շնորհակալ գնահատական տվողներին։ Շատերը Հրաչին ընկալում են որպես առաջադեմ ու ազատամիտ մարդու, եւ այնուամենայնիվ հետաքրքիր է պարզել, ինչպես է նա վերաբերվում այն կանանց, որոնք առաջինն են անում սիրո խոստովանություն կամ ամուսնության առաջարկություն։ Քանի որ սովոր եմ առհասարակ վերացական չխոսելու, երբ որ նման բան կլինի, երբ աղջիկը ինձ առաջինը սիրո խոստովանություն, այլևս ամուսնության մասին խոսք գնալ չի կարող, նման բան կգրանցվի, խոսք եմ տալիս ամենից ամենայի հեռուստադիտողին անպայման առաջինը կպատմեմ դրա մասին։
Իր վարած հեռուստանախագծի շրջանակներում Հրաչը ելնելով նախագծի ֆորմատից հաճախ միջամտություն է անում մարդկանց անձնական կյանքին։ Սակայն սեփական անձնական կյանքը լուսաբանել, ինչպես պարզվեց, նա չի սիրում։ Կա իր սրտում որևէ մեկը թե ոչ եւ ինչպիսին նա պետք է լինի հարցին Հրաչը պատասխանեց. Կա թե չկա, ես այդ հարց կթողեմ առանց մեկնաբանության, իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ տեսակ եմ պատկերացնում, ընտրյալը շատ կուզեի նման լիներ, Կիռնայթլին, բայց դրանից նիհար խնդրում եմ չլինի։ Իսկ ինչպես է Հրաչը վերաբերվում հարսանեկան արարողությանը։ Պիտի կազմակերպված լինի այդ զույգի ցանկությամբ, նախասիրությամբ եւ, չգիտեմ, հերու գնացող պլանների։ Ես մի լավ ընկեր ունեմ, որը գերհամոզված եմ, որ իմ հարսանեկան արարողությունը կրեատիվ իր մտածելակերպով կդարձնի հիշվողներից մեկը։ Մենք չենք բարձրաձայնի այդ ընկերոջ անունը, քանի որ նա եւս շատ հայտնի անձնավորություն է եւ նույնպես ունի բոլոր շանսերը համարվելու ամենից ամենափեսացու։ Ինչևէ, վերադառնանք Հրաչին եւ այն հարցին, թե ինչպես է նա կարողանալու թողնել իր խիտ աշխատանքային գրաֆիկը եւ թեկուզ մեկ շաբաթով մեկնելու Մեղրամսի։ Քանի որ պլանավորող մարդ եմ, այնպես որ հարսանեկան արարողությունն էլ իր պատճառահետևանքային կապով, որը Մեղրամիսն է, միանշանակ պլանավորված կլինի ու ես չեմ հասի հաստատ զբաղված եմ սիրելիս։ Արի դու զբաղվի քո, չգիտեմ, ինտեգրմամբ մեր բնակարան, իսկ ես զբաղվեմ աշխատանքով, կուզեմ ծով, ալիքներ, տաք եղանակ, մի խոսքով մի շոկոլադի գովաստ կա, որի անունը չեմ ուզում տալ, բայց այդ կղզին կարող է լինել իմ Մեղրամսի տեղը։ Եվ վերջապես, արդյոք Հրաչ Մուրադյանն այն տղամարդկանցից է, որոնք ամուսնանալուն պես կնոջ առջև պայման կդնեն, կամ կարիերան, կամ ընտանիքդ։ 24 ժամյա գրաֆիկը ինչի մասին դուք փաստում եք, չեմ կարծում, որ տեղին կլինի ընտանիքի երկրորդ բաղկացուցիչ անդամի համար եւս, որովհետեւ եթե ընտանիք կազմում է, ես գոնե 24 ժամից որոշակի գոնե զգալի հատված կտրամադրեմ ընտանիքին ու չեմ ուզենա, որ կինս այդ ժամանակ զբաղված լինի եւ բնականաբար տանը նստած ես սպասեմ իրեն։ Ինքը իր մեջ ունի բավական դրական գծեր եւ բնավորության եւ պրոֆեսիոնալ ասպարեզի, որը որ ընդհանուր իրավիճակը կարող է նաեւ անձնական կյանքում պետք գալ յուրաքանչյուր մարդու համար։ Մարդով սիրում է կարգապահություն, մարդով սիրում է հատկություններ, որոնք բնորոշ են, կարծում եմ, իսկական տղամարդուն եւ իսկական ամուսնուն։ Մեր ամենից ամենաաստղային փեսացուների տասնյակի 5-րդ հորիզոնականում հանգրվանել է Գորսուջանը։ Որպես փեսացու կընտրեմ Գորսուջանին, քանի որ նա հայ շոու բիզնեսի մեջ յուրահատկություն է եւ կարծում եմ նա իր բնավորության գծերով նաեւ առանձնանում է մյուսներից։ Երբ անցյալ տարի նա հայտնվեց մեր ամենից ամենաաստղային փեսացուների շքերթում, նա ասաց մոտավորապես այսպիսի մի բան. Մինչև 30-ամյակս մեր խմբի պրոդյուսեր Վահագնը ինձ արգելում է ամուսնանալ, այնպես որ մոտակա 7 տարին կարգավիճակս ինձ կների հայտնվել աստղային փեսացուների շքերթում։ Անցել է 1 տարի։ Գորը դեռ ամուսնացած չէ։ Ավելին, այդպիսի մտադրություն անգամ չունի։ Չկա նաև այն միակն ու անկրկնելին, ում գորը պատրաստ է անել ամուսնության առաջարկություն։ Այստեղից կարելի է անել երկու հետևություն, կամ նա ախստիվ հետևում է իրենց պրոդյուսերի խրատներին, կամ պարզապես դեռ պատրաստ չէ լուրջ հարաբերությունների։ Ամեն ինչ հնարավոր է, սակայն ակնհայտ է մի բան. ներկա պահին նա տրված է աշխատանքին, ինչը բնականաբար զբաղեցնում է իր ողջ ժամանակը։ Եվ այնուամենայնիվ Գորն ունի իր կարծիքը սեր, հարսանիք, ամուսնություն երևույթների վերաբերյալ։ Սերն իմ կարծիքով ունի երկու ասպեկտ. այն սպանում է քո էգոն եւ ապրեցնում այն սիրած էակի մեջ։ Հետաքրքիր տեսակետ, որը հաստատ կարող է ծնվել միայն այն մարդու մոտ, ով երբևէ սիրել է։ Ինչևէ, անդրադառնանք հարսանիքին։ Ինչպես է Գորն այսօր ընկալում այդ հարսանիք ասվածը։ Չեմ հասկանում այն փաստը, որ մարդիկ հարսանիք են անում մարդկանց որևէ բան ապացուցելու համար։ Ինձ համար հարսանիքը սկզբունքային չէ, այն կարող է լինել եւ չլինել։ Կարող է լինել միայն այն պարագայում, երբ կազմակերպված լինի միայն մեզ համար, այսինքն իմ եւ իմ ընտրյալի։ Դա մեր տոնն է։ Լինել թե չլինելն էլ արդեն կորոշենք երկուսով՝ ես եւ իմ ընտրյալը։ Ինչ վերաբերում է Մեղրամսին, ապա Գորն ասաց, որ արկածների մեծ սիրահար է եւ պատրաստ է իր կողակցի հետ շրջագայել աշխարհով մեկ եւ ոչ միայն Մեղրամսի ժամանակ
ժամանակ եւ հավելեց, որ Մեղրամսի համար կնախընտրեր օրինակ անմարդաբնակ մի կղզի։ Եվ չնայած Գոռն իր խառնվածքով չի համապատասխանում հայկական տիպիկ ավանդապաշտ տղամարդու կերպարին, այնուամենայնիվ մենք ուղեցինք նրան այն հարցը, որը շատ ու շատ աղջիկներին հետ է պահում ամուսնությունից։ Հնարավոր է, որ Գոռը ամուսնությունից հետո իր կնոջ առջև պայման դնի, կամ կարիերան, կամ ընտանիքը։ Այդ հարցին Գոռը պատասխանեց, որ նա ավանդապաշտ մարդ չէ, սակայն կգերադասի, որ իր ընտրյալը չլինի արվեստի մարդ, թեև չբացառեց նման հնարավորությունը։ Ինչ վերաբերում է կնոջ առջև պայմաններ դնելու, ապա Գոռն այն կարծիքին է, որ կինը ինքը պետք է այդքանը գիտակցի եւ կարողանա ճիշտ համատեղել աշխատանքն ու ընտանեկան հարցերը։ Այսքանից հետո աղջիկներ ինքներդ որոշեք, հարմար թեկնածու է Գոռը ամուսնության համար, թե ոչ։ Իհարկե հաշվի առնելով, որ այդ ամենը նրա կյանքում տեղի կունենա 5 տարուց ոչ շուտ։ Գորսուջանը կարծում եմ, որ ունի բավական մեծ ներաշխար եւ բավական հետաքրքիր մարդ է իր էությամբ, ոչ միայն պրոֆեսիոնալ դաշտում, այլ նաեւ անձնական, եւ գիտեմ, որ մեծ սեր է վայելում բազմահազար երկրպագուհիների կողմից։ Սովորաբար մենք հարցնում ենք ինչ տիպի տեսարաններում կամ տեսահոլովակներում կցանկանան մարդիկ մասնակցեն, եւ Գոռի հետ կապված ակտիվությունը շատ զգալի է։ Եթե մեր ամենից ամենաաստղային հարցնացուները շատ նորմալ էին տանում այն փաստը, որ աղջիկն առաջինն անի սիրո խոստովանություն կամ ամուսնության առաջարկություն, սակայն նրանք անձամբ երբևէ նման քայլի չէին դիմի, ապա աստղային փեսացուները ունեն իրենց հստակ դիրքորոշումն այս ամենի մասին։ Մեկը թեթև է տանում, մյուսը ուղղակի անընդունելի է համարում, իսկ երրորդը ասում է, որ առհասարակ նման իրավիճակում չի հայտնվել։ Ինչևէ, ես շարունակում եմ ներկայացնել մեր ամենից ամենաաստղային փեսացուներին։ Երջանկահիշատակ հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի արժանի որդի Հենրիկ Մխիթարյանը մեր հայրենակիցների կարծիքով եւս համարվում է ամենից ամենաաստղային փեսացուն։ Նրան այսօր բաժին է հասնում 4-րդ հորիզոնականը։ Ամենացանկալին իմ կարծիքով Հենրիկ Մխիթարյանն է, որտեղ սա աղջիկի կեսը Հայաստանի իրան ուզում են, ոնց որ ամուսնանալ իր հետ։ Շատ լավ ֆուտբոլիստ, որպես Հայաստանի հավաքականի էսպես թեմք, որը որ ներկայացնում է մեր երկիրը, մեր պետությունը ու գեղեցկադեմ երիտասարդ։ Ես որ ֆուտբոլ շատ եմ սիրում, ինքն է ֆուտբոլի հերոսներից է։ Դրա համար է համարտակնով համ ներքինով, չնայած անձնական շփում չեմ ունեցել։ Ես իրան շատ որպես ֆուտբոլիստ եւ որպես մարդ թարգում եւ սիրում եմ։ Հենրիկի երկրպագուների բանակը կտրուկ աճեց 2011-ի երկրորդ կեսին, երբ նա Եվրո 2012-ի նախընտրական փուլում խփեց 6 գնդակ, ինչը օգնեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականին մինչև վերջին պահը ունենալ հաջորդ փուլ անցնելու շատ մեծ հավանականություն։ Հենրիկի որպես աստղային փեսացուի վարկանիշը ել ավելի բարձրացավ, երբ 2012-ի դեկտեմբերին նա ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Համաձայնեք, որ ուրախացնող փաստ է, որ այսօր որպես ամենից ամենաաստղային փեսացու հասարակությունը դիտարկում է ոչ միայն շոու բիզնեսի, այլ նաև սպորտային աստղերին։ Իսկ ինչպես է այդ ամենին վերաբերում Հենրիկը։ Ինձ համար շատ հաճելի է ճանաչվել ամենից ամենաաստղային փեսացու։ Ես անչափ ուրախ եմ։ Անկեղծանում է նա։ Վստահ ենք, որ շատ ու շատ աղջիկներ ուրախությամբ կընդունեն այն փաստը, որ Հենրիկի սիրտը դեռ ազատ է։ Այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի իր կողակիցը, նա պատասխանում է. Ես շատ եմ կարևորում կնոջ մարդկային որակները, քանզի արտաքինը միշտ խաբուսիկ է լինում։ Ինձ համար կարևոր է, որ նա սիրի իր ընտանիքը։ Հենրիկ Մխիթարյանը կարելի ասել, որ իր կյանքի զգալի մասն ապրել է Հայաստանից դուրս եւ շփվել ու շփվում է ոչ միայն հայ, այլ նաեւ օտարազգի աղջիկների հետ։ Հետևաբար շատերին կհետաքրքրի։ Հնարավոր է, որ նրա կողքին հայտնվի օտար ազգի ներկայացուցիչ։ Այդ հարցին նա շատ դիվանագիտորեն մոտեցավ, ասելով, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ տեղի կունենա իր հետ վաղը, հատկապես սիրո հարցում։ Հնարավոր է, որ լինի եւ այլ ազգի ներկայացուցիչ։ Հնարավոր է նաեւ տարիքով մեծ։ Չեմ կարծում, որ դա խոչընդոտ առաջացնի սիրո մեջ, քանի որ ինձ համար ամենակարևորը փոխհամաձայնությունն է։ Անկեղծանում է Հենրիկ Մխիթարյանը։ Հարսանյաց արարողությունն էլ Հենրիկի համար ունի իր խորհուրդը։ Նա այն կարծիքին է, որ ցանկացած մարդ պետք է ունենա հարսանիք, որովհետև դա այն օրն է, որը հիշվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Հարսանիքը պետք է լինի, բայց լինի այնպիսի հարսանիք, որ միմիայն հաճույք պարգևի թե ինձ եւ թե իմ ընտրյալին։ Եվ վերջապես այն հարցին հնարավոր է, որ ամուսնանալուց հետո Հենրիկը պայման դնի կնոջ առջև կամ ընտանիքը կամ աշխատանքը, նա եւս տվեց շատ իմաստուն պատասխան։ Պայմանները դրվում են ընտանիք կազմելուց առաջ, այլ ոչ թե հետո։ Այդ պատճառով կարծում եմ, որ եթե կինը սիրում է իր ամուսնուն, նա պատրաստ կլինի ամեն քայլի։
Բազմաթիվ հայ աղջիկների սրտեր գերեց նա իր ֆուտբոլային խաղով եւ տղամարդու կերպարով։ Մեր գործի բնույթն հենց ա, որ մենք շփվում ենք գրեթե բոլորի հետ։ Մենք իրավունք չունենք բնականաբար այդ տվյալները տալ, սակայն շատ դիմողներ կան աղջիկների մեջ, որոնք որ հետաքրքրվում են հենց իրանը։ Սպորտսմենի համար անձնական կյանքը, կինը եւ ընտանիքը մեծ դեր ունեն, քանի որ յուրաքանչյուր սպորտսմեն ստանում է ինչ-որ դոպինգ հասկացություն հենց իր կնոջից, իր ընտանիքից։ Թե ինչպես է դասավորվելու մեր շքերթի հետագա ընթացքը, պարզ կդառնա կարճատև ընդմիջումից հետո։ Մեզ դեռ սպասում են ամենից ամենաշարժված աստղային բամբասանքներ, այդպես որ մնացեք մեզ հետ, մենք դեռ կվերադառնանք։ Եթե անդրադառնալ համաշխարհային շոու բիզնեսի փեսացուներին, ապա առաջին անունը, որը մարդկանց մտքով անցնում է, դա իհարկե Ջասթին Թիմբերլեյքն է։ Երգիչ, պարող, դերասան, սրտակեր, նրա անսպառհմայքին չկարողացան դիմակայել այնքան հոլիվուդյան աստղ Քեմերոն Դիեսը եւ փոփ աստղ Բրիթնի Սփիրսը։ Նա 30 տարեկան է, բավականաչափ հարուստ, հաջողակ անձնավորություն եւ նրա սիրտը շահելու համար նախ պետք է լինել միջազգային մեծության աստղ, որպեսզի ունենալ այդ հնարավորությունը շփվելու եւ որ ամենակարևորն է, պետք է շահել իր մայրիկի սիրտը, քանի որ ինչպես ցույց է տալիս փորձը, առաջին հերթին պետք է հավանության արժանանալ Ջասթինի մայրիկի կողմից։ Դե իսկ ես սիրով ներկայացնում եմ մեր հայկական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային փեսացուներին։ Ուզում եմ որ աշխարհը իմանա քո մի ժպիտ Ամենից ամենաաստղային փեսացուների տասնյակը բնականաբար լիարժեք չէր լինի, եթե այստեղ չհայտնվեր Արամեն։ Մեր անցկացրած հարցման ժամանակ հնչել է հետևյալ արտահայտությունը, քանի դեռ Արամեն ամուսնացած չէ, նա ամենից ամենաաստղային փեսացուն է։ Մենք թերևս կհամաձայնենք այդ կարծիքի հետ, քանի որ այդ մասին են փաստում նաև մեր անցյալ 2 տարիների շքերթները։ Եվ այսպես ամենից ամենաաստղային փեսացու Արամեն այսօր զբաղեցնում է մեր շքերթի երկրորդ հորիզոնականը։ Ինքը լավ երգիչ է, համակրելի է եւ իր երգերը շատ ենք հավանում։ Արամեի հետ ունեցած հարցազրույցից պարզ է դառնում, որ նրա համար շատ հաճելի եւ միևնույն ժամանակ պարտավորեցնող փաստ է 3 տարի անընդմեջ ճանաչվել ամենից ամենաաստղային փեսացու, չնայած որ նա հատուկ որևէ բան չի անում այդպիսին համարվելու համար։ Բոլոր այն մարդիկ, որոնք ուշի-ուշով հետևում են Արամեի ստեղծագործական եւ անձնական կյանքին, բնականաբար քաջատեղյակ են թերևս ամեն ինչից, այնպես որ կարիք չկա եւս մեկ անգամ բարձրաձայնելու, ազատ է նրա սիրտը, թե ոչ։ Մենք պարզապես կփաստենք, Արամեի կողակիցը պետք է լինի նախ խելացի, բարի եւ դաստիարակված, ինչպես նկատեցիք, չնշեցիք գեղեցիկ լինելու փաստը։ Դրան երգիչը կատակով պատասխանեց։ 21-րդ դարում գեղեցկությունը ձեռքբերովի է, այնպես որ դրան հատուկ ուշադրություն չեմ դարձնում։ Ավելի քան վստահ կարելի ասել, որ Արամեի հարսանիքին մեծ ուշադրությամբ հետևում է ողջ ազգաբնակչությունը։ Ուստի Արամեն ուղղակի չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը։ Մինչդեռ երգիչն ասում է. Հարսանիքս պետք է լինի հայկական բոլոր ընդունված կանոններով, թեև լինելու է նաև որոշ հետաքրքիր էլեմենտներ, հատուկ ինչ-որ բան անել մեր հայրենակիցներին զարմացնելու համար մտադիր չեմ։ Անկեղծանում է Արամեն։ Մենք թերևս կհավելենք, որ միտումնավոր զարմացնելու կարիք չկա էլ, քանզի Արամեի հարսանիքն ինքնին արդեն երևույթ է լինելու։ Եվս մեկ բան կապված հարսանիքի հետ, ինչ առանձնացրեց Արամեն։ Ես շատ ուրախ կլինեմ, որ իմ հարսանիքին ներկա լինեն իմ բոլոր հարազատները, բարեկամները եւ իհարկե ընկերները, որոնք իրենց երգերով հաճելի պահեր կպարգևեն բոլոր ներկաներին։ Ինչ վերաբերում է Մեղրամսին, ապա Արամեի համար դա սկզբունքային չէ, սակայն դա ինչպես եւ հարսանյաց հանդիսությունը մտնում է դարերի վեր ձևավորված կանոնների մեջ։ Եվ վերջապես վերջին հարցը. հնարավոր է արդյոք, որ ամուսնությունից հետո Արամեն իր կնոջ առջև պայման դնի, կամ աշխատանքը, կամ ընտանիքը։ Այդ հարցին երգիչը կես կատակ, կես լուրջ պատասխանեց։ Ես դեռ ինչ հարսանիքը կասեմ, իսկ եթե ավելի լուրջ, եթե հարցն արդեն հարսանիքին հասնի, դա նշանակում է, որ ես եւ իմ ապագա կինը բոլոր նմանատիպ հարցերը քննարկած կլինենք։ Այստեղից կարելի է անել հետևություն, որ թե Արամեին եւ թե իր ապագա կնոջը հարսանիքից հետո որևէ նմանատիպ անակնկալներ չեն սպասում։ Արամեն նույնպես հայ շոու բիզնեսում հատուկ տեղ ունի, քանի որ կարծում եմ բազմաթիվ
եւ բազմահազար մարդիկ կուզենային ամուսնանալ Արամեի հետ։ Արամեի վերջին տեսալովակը տեղադրելուց հետո էլի շատ մեծ ակտիվություն նկատվեց, YouTube-ի ստատիստիկան դիտելով տեսնում ես, որ 10-ից 20 տարեկան աղջիկների շրջանում են հիմնականում նայել տեսալովակը։ Որպես կերպար, եթերային եւ որպես երգիչ, Արամեն մարմնավորում է այն հատկությունները, որը կարևոր է յուրաքանչյուր տղամարդու համար, եւ այդ ամենը յուրաքանչյուր կին եւ աղջիկ զգում է։ Երբ 3 տարի առաջ ամենից ամենան անդրադարձավ Պասխային փեսացուների շքերթին, ապա այդ ժամանակ Սրտակեր Հայկոն դեռ ամուսնացած չէր եւ հենց նա էլ գլխավորեց մեր շքերթը։ Դա թերևս նրա որպես աստղային փեսացուի վերջին ներկայացումն է շքերթներում, քանզի այդուհետ նա զբաղեցրեց իր ուրույն տեղը աստղային ամուսնացած տղամարդկանց ցուցակում։ Հաջորդ տարի մեր ամենից ամենաաստղային փեսացուների շքերթը գլխավորեց Արամեն, ով դեռ մինչ օրս շարունակում է զբաղեցնել իր ուրույն տեղը մեր ամենից ամենաաստղային փեսացուների շքերթում։ Թե ում այս տարի բաժին հասավ առաջին պատվավոր հորիզոնականը դիտում ենք հենց այս պահին։ Մեր ամենից ամենաաստղային փեսացուների շքերթի առաջին հորիզոնականը կիսեցին երկու սրտակերեր։ Դերասան Սոս Ջանիբեկյանը գերեց իգական սեռի սրտերը դեռ 3 տարի առաջ, երբ Փայլուն մարմնավորեց սերիալային հերոս Ալեքսի կերպարը։ Հենց այդ դերը կարելի ասել, որ նրան բերեց մասսայական ճանաչում եւ մեր ամենից ամենանորահայտ աստղերի տասնյակում առաջին պատվավոր հորիզոնականը։ Սոս Ջանիբեկյանը լավ դերասան է, արտաքինը հա սիրուն է։ Մեր դպրոցի սեղը էլի լավ ճանաչում են, գիտենք Պուչևակ նստապել է, բայց ժամանակն է եկել, որ ինքը ամուսնանա, ու աղագին ինքը վազմուժալ էլի ոնց որ ասում են։ Սոս Ջանիբեկյանին ուղղակի որպես դերասան սիրում եմ ու լավ կլիներ, որ մենակ չլիներ։ 1 տարի անց նա արդեն ամենից ամենասեքս խորհրդանիշ դերասանների շքերթում գրավեց առաջին հորիզոնականը։ Եվս 1.5 տարի եւ մեր հարցման արդյունքում նա հայտնվեց ամենից ամենաաստղային փեսացուների տասնյակում, զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Իսկ ինչպես է այդ փաստին արձանագրում հենց ինքը՝ Սոսը։ Նախ ասեմ, որ ինձ հաճելի է լինել առաջինը։ Ինչ վերաբերում է աստղային փեսացու ճանաչելու փաստին, ապա կարող եմ ասել, որ այդ կարգավիճակն ինձ համար դեռ մի փոքր խորթ է։ Ես ինձ դեռ չեմ պատկերացնում փեսացուի կարգավիճակում։ Այդ պատճառով կա մի փոքր անտարբերություն, սակայն նաև չեմ կարող չհայտնել իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր իրենց ձայները տվել են իմ օգտին։ Այսքանից կարելի է ենթադրել, որ Սոս Ջանիբեկյանի սիրտը դեռ ազատ է։ Փաստենք նաև, որ նա չի պատկերացնում այն կնոջը, որը պետք է լինի իր կողքին, քանի որ իր կյանքի փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ պատկերացումները համապատասխանում են իրականությանը։ Ես չեմ կարող կոնկրետացնել այն երևույթները, որոնք գտնվում են զգացմունքային մակարդակի վրա։ Այդ իսկ պատճառով զերծ կմնան որևէ բնութագրությունից։ Ասում է Սոսը։ 23-ամյա Սոսը կյանքի բավական մեծ դպրոց է անցել։ Հետևաբար իր տարեկիցներից ավելի հասուն մտածելակերպ ունի։ Հնարավոր է, որ այդ փաստը որևէ կերպ անդրադառնա կողակցի ընտրության վրա։ Ոչինչ չեմ կարող ասել։ Հնարավոր է, որ իմ կողքին հայտնվի ինձանից տարիքով փոքր-ինչ ավելի մեծ կին։ Ամեն ինչ հնարավոր է, սակայն նաև փաստ եմ, որ ես ծայրահեղությունների կողմնակից չեմ։ Անկեղծանում է Սոսը։ Անդրադառնանք հարսանիք ասվածին։ Այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել, հետևաբար ոչինչ չեմ կարող ասել։ Իսկ որպես ցես դա շատ հաճելի երևույթ է։ Հավաքվում են հարս ու փեսայի բոլոր բարեկամները, միմյանց ճանաչում, միասին ուրախանում, քեֆանում։ Ինչ վերաբերում է մեր համսին, ապա այն Սոսը իսկապես շատ կարևորում է, քանի որ գտնում է, որ նախքան կենցաղ մտնելը նորապսակները պետք է ապրեն միասին, ճանաչեն եւ վայելեն միմյանց ավելի ռոմանտիկ մթնոլորտում։ Եվ վերջին հարցը, որն ուղղվել է մեր բոլոր ամենից ամենաաստղային փեսացուներին։ Հնարավոր է, որ ամուսնանալուց հետո Սոսն իր կնոջ առջև դնի պայման՝ կամ ընտանիքը, կամ աշխատանքը։ Նախ ասեմ, որ ես ազատ մտածելակերպ ունեցող մարդ եմ, բայց դա չի նշանակում, որ որոշ հարցերում ես չունեմ սկզբունքներ։ Օրինակ, իմ կինը ցանկալի չի լինի, որ լինի ճանաչված։ Ճանաչված մարդը ինչ որ չափով ժողովրդինն է, իսկ ես գերադասում եմ, որ նա լինի միայն իմը։ Իսկ աշխատել իհարկե կթողնեմ։ Երբեք չեմ խլի իրենից իր անձնական կյանքը։ Արդեն մի քանի տարի է ինքը հենց պատվավոր անդամներից մեկն է այդ աստղային փեսացուների ցանկում։ Ֆիզիկական ու արտաքին տվյալների ու նաև ճիշտ դերասանական խաղի միջոցով կարողացել է ապացուցել իր պրոֆեսիոնալիզմը։ 1 տարի առաջ մի հատ մաղթանք էր գրել Մայկայի վրա մեր մոտ օֆիսում, որը կպցված է պատին։
երբ որ գալիս են մեր մոտ ինչ-որ գրանցումների համար կամ ինչ-որ հարցերով աղջիկներ, սա միշտ նայում են այդ գրվածին ու ինչ-որ հարցեր են տալիս հոսի հետ կապված ու հիմնականում սա անձնական կյանքից են հետաքրքրվում, ու բնականաբար էլի մենք այդ ինֆորմացիան չենք կարող տրամադրել։ Վերջին մեկ տարվա ընթացքում Միհրան Ծառուկյանը դարձել է 100,000-ավոր դեռահաս աղջիկների սիրո ասպետը։ Հենց նրան են իրենց երևակայության մեջ որպես փեսացու պատկերացնում այդ աղջիկները։ Դե ինչ եթե պատկերացնում եք, ուրեմն վայելեք։ Միհրան Ծառուկյան եւ մեր շքերթի առաջին հորիզոնական։ Միհրանը նորմալ, ազատ երիտասարդ է, կարա լինի փեսացու։ Мне нравится своей харизмой, наверное. И как жених тоже можно посмотреть его. Դե որպես անհատ մարդ չեմ կարող ասեմ, որովհետև չեմ ճանաչում։ Մենակ տեսքի համար երևի թե։ Իսկ ինչպես է Միհրանը վերաբերում այդ փաստին։ Հաճելի է նրան լինել ամենից ամենաաստղային փեսացուի կարգավիճակում, թե պարտավորեցնող։ Բնականաբար հաճելի է, բայց նաև պարտավորեցնող, այնքան պարտավորեցնող, որ անգամ այդ հաճույքը չեմ կարող վայելել ըստ արժանվույն։ Անկեղծանում է Միհրանը։ Ինչ կարող են նշանակել այդ խոսքերը։ Թերևս հասկացեք ինչպես կամենում եք։ Մենք շարունակում ենք լսել Միհրանին։ Վաղ է Միհրանին մտածել լուրջ հարաբերությունների մասին, թե ոչ։ Թերևս վաղ է։ Պատասխանում է նա։ Ազատ է Միհրանի սիրտը, թե ոչ։ Եվ ինչպիսի աղջիկ է նա իր կողքին պատկերացնում։ Ազատ է, իսկ կարծրատիպեր որպես այդպեսին չունեմ, բայց վստահ եմ մի բանում, որ իմ կողքին կլինի հենց նա, ով կգնահատի սերը եւ երջանկությունը։ Մեր հաջորդ հարցը վստահ ենք, որ կցանկանար ուղղել նրա ողջ բազմահազարանոց երկրպագուհիների բանակը։ Եվ այսպես, հնարավոր է, որ Միհրանի կողքին հայտնվի օրինակ իր երկրպագուհիներից մեկը։ Երբևէ չեմ մտածել այդ մասին, կարող է եւ լինել, բայց ինձ համար կարեւոր է, որ ինձ չսիրեն որպես ճանաչված մարդու, այլ հենց դա էլ ինձ թվում է կդժվարացնի իմ հետագա ընտրությունը։ Հետաքրքիր եւ անկեղծ պատասխան, որից աղջիկները վստահ ենք, որ կանեն իրենց հետևությունները։ Քանի որ Միհրանի երկրպագուհիների բանակում կան նաեւ իրենից տարիքով փոքր-ինչ ավելի մեծ աղջիկներ, հատուկ ձեզ համար ուղղում ենք մեր հաջորդ հարցը։ Հնարավոր է, որ Միհրանի կողքին հայտնվի իրենից տարիքով ավելի մեծ կին։ Բնականաբար ցանկալի չէ, անկեղծ ասած նման բան չեմ պատկերացնում։ Ամենից ամենափեսացու Միհրան Ծառուկյանին գոռի դերում իհարկե։ Բոլորը թերևս հասցրել են տեսնել, սակայն ինչպես է նա իրականում վերաբերվում այդ հարսանիք ասվածին։ Հարսանիքին առհասարակ վերաբերվում եմ շատ դրական։ Ավանդական հարսանիքին էլ ամենևին դեմ չեմ եւ կարծում եմ, որ այդ ամենը կախված է հնարավորություններից։ Մեղրամիսն էլ Միհրանը միանշանակ կարևորում է։ Իր պատկերացմամբ այն պետք է անցնի անսովոր, ռոմանտիկ մի վայրում, որևէ կղզում կամ օրինակ Ալպերում։ Միհրան Ծառուկյանը թերևս հայկական ավանդապաշտ տղամարդկանց թվին կարող է դասվել։ Հետևաբար հնարավոր է, որ իր ապագա կնոջ առջև դնի խիստ պահանջ, կամ աշխատանքը, կամ ընտանիքը։ Սակայն նա պատասխանեց բոլորովին այլ կերպ։ Չեմ կարծում, որ կունենամ նման խնդիր կնոջս հետ եւ երբևիցե կանեմ նման հարցադրում։ Համացանցում էլի բավականին մեծ ակտիվություն կա հենց Միհրան Ծառուկյանի հետ կապված, թե որպես դերասան, թե որպես երգիչ, վերջերս նկատում ենք, որ YouTube-ում տեղադրված հենց տեսահոլովակները նոր արդեն 1 միլիոնից ավել են դիտումները։ Վերջի ժամանակահատվածի ամենաերևացող աստղերից մեկն է մեր հայ շոու բիզնեսի, որը ջանք չի խնայում եւ նկարահանվել որպես դերասան եւ որպես երգիչ նկարահանել տեսահոլովակներ եւ հայտնվել բազմաթիվ տարբեր պրոյեկտներում։ Իր աուդիտորիայի մեծ մասը, մոտ 75% է YouTube-ում գրանցված յուզերների հիկական սեռ են։ Մեր Facebook-յան ակտիվ մասնակիցները եւս մասնակցեցին քվեարկության եւ այս պահին ներկայացնում ենք ձեր ուշադրությանը մեր համացանցային հարցման արդյունքները։ Այս անգամ քվեարկությունն ավելի քան թեժ էր։ Ամենից ամենաաստղային փեսացուների երկրպագուհիները համացանցային ակցիաներ էին կազմակերպել, որպեսզի հենց իրենց սիրելի աստղը դառնա ամենից ամենափեսացուն։ Ակտիվ էին անգամ այն աստղերի ֆան ակումբները, որոնք մեր հիմնական տասնյակում չեն ընդգրկվել։ Դրանց թվում են Գարիկը, Էրիկ Մխիթարյանը, Ալբերտ Ունուսյանը, Վահե Շահվերդյանը, Ռոբերտ Արզումանյանը եւ այլն։ Չգիտես ինչու նշվել են անգամ ամուսնացած աստղի անուններ։ Մի խոսքով, նրանք եւս հավաքել են ձայների որոշակի քանակություն։ Մենք թերևս ներկայացնում ենք այսօրվա մեր ամենից ամենաաստղային փեսացուների հիմնական տասնյակի հորիզոնականները։ Եվ այսպես, համաձայն Facebook-ում մեր պաշտոնական ամենից ամենաաստղային շքերթ էջում կատարված հարցման արդյունքների ամենից ամենաաստղային փեսացուների տասնյակը դասավորվեց հետևյալ կերպ. 10-րդ հորիզոնական Ռեփեր Դավո, 9-րդ հորիզոնական Վլադիմիր Բարխոյան,
8-րդ հորիզոնական Մարտին Մկրտչյան, 7-րդ հորիզոնական Վահե Խանամիրյան, 6-րդ հորիզոնական Գորսուջյան, 5-րդ հորիզոնական Արամե, 4-րդ հորիզոնական Հենրիկ Մխիթարյան, 3-րդ հորիզոնական Հրաչ Մուրադյան, 2-րդ հորիզոնական Միհրան Ծառուկյան, առաջին հորիզոնական Սոս Ջանիբեկյան։ Ահա այսպիսի արդյունքներ արձանագրվեցին մեր Facebook-յան ամենից ամենաաստղային շքերթ պաշտոնական էջում անցկացրած քվեարկության արդյունքում։ Ժամանակն է անդրադառնալ այս շաբաթվա ամենից ամենաշարժված աստղային բամբասանքների ճշմարտացիության բացահայտմանը։ Իդեպ շարունակեք ուղարկել ձեր լսած աստղային բամբասանքները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթ։ Եվ ես մոտակա եթերների ընթացքում սիրով կփորձեմ պարզաբանել դրանց ճշմարտացիությունը։ Ցանկանում եք մասնակցել ֆիլմերի, սերիալների, գովազդների, տեսահոլովակների, մոդելների եւ հաղորդավարների կաստինգներին։ Գրանցվեք։ Լուրեր են պտտվում, որ Սյուզի Մելիքյանի վերջին իրական սեր երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում նկարահանվել է հենց նրա ընկերը, ով է այդ գեղեցկադեմ գրավիչ տղամարդը եւ ինչ դեր է խաղում նա երգչուհու կյանքում։ Մեկնաբանում է Սյուզի Մելիքյանը։ Այդ տղան կաստինգով ընտրվել է հատուկ տեսահոլովակի համար եւ իմ ընկերը չի, սխալ բամբասանք։ Ինչու է կամերային թատրոնի դերասան Անդոն որոշել, որ ամեն առավոտ գազարի հյութ խմելով կբոյովանա։ Դա թերևս հարց է, որն իսկապես հարկավոր է պարզել։ Գուցե այդ տարբերակն իսկապես աշխատող է եւ կարճահասակ մարդիկ բոյովանալու շանս ունեն։ Մի խոսքով համապատասխանում է այս ասեկոսեն իրականությանը, թե ոչ։ Չէ, այդ մի քիչ սխալ ինֆորմացիա է։ Այդտեղ սոկ, որն որպես սոկ չեմ խմում, առավոտները արթնանալու պես պարտադիր 2 բաժակ ջուր եմ խմում, սառը։ Հետո ասում են չաղացնում է դրա համար եմ խմում։ Կանանց թիվ 1 ամսագրի հայաստանյան տարբերակն այսօր շատ մեծ հետաքրքրությամբ է ընթերցվում նաև մեզ մոտ Հայաստանում։ Վերջին ժամանակաշրջանում սկսեցին լուրեր պտտվել, իբրև այսուհետ ամսագրի էջերում հայտնվելու են նաև մեր հայ աստղերը։ Ճիշտ է դա, թե ոչ։ Մեկնաբանում է ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը։ Այն անձնավորությունն էր, որ կարող է գուցե մի օր հայտնվել մեր շապիկին, պիտի համապատասխանի այդ միջազգային չափանիշները։ Առայժմ ես կարող եմ ասել, որ ես հերքում եմ այդ բամբասանքները, հստակ կարող եմ ասել, որ մոտակա կես տարվա ընթացքում մեր շապիկներին շարունակելու են հայտնվել միջազգային աստղեր։ Եվս մեկ բացահայտումներով լի ամենից ամենաաստղային տասնյակ ներկայացրեցինք այսօր ձեր ուշադրությանը եւ այդ ամենին թերևս ավել եմ։ Ինչ խոսք շատ լավ է լինել ամենից ամենաաստղային հարսնացու կամ փեսացու, բայց այնուամենայնիվ ամենակարևորը թերևս ճակատագիրն է եւ այն բախտը, որը յուրաքանչյուրիս համար կանխորոշված է ի վերուստ։ Ինձ մնում է միայն ասել, ակտիվ հետևեք անոնսներին, բացահայտեք անվանակարգը, տասնյակը եւ իհարկե ակտիվ քվեարկեք այն աստղերի օգտին ու կցանկանաք տեսնել առաջատար դիրքերում։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ կիրակի ամենից ամենաժամանցային ATV եթերում։ Հաջողություն։ Հագուստը տրամադրեց InStyle հագուստի եւ աքսեսուարների խանութ սրահը։ Դիմահարդարումն ապահովել է Make-up Studio դիմահարդարման սրահը։ Վարսահարդարումն ապահովել է Jasmine գեղեցկության սրահը։ Նկարահանման աջակցեցին Jazz սրճարանը, Պեկին չինական ռեստորանների ցանցը, Berloga Pub-ը։ Bye.